We're going to start with one of the most parsimonious variables. Կսկսենք ամենապարզ, բայց ամենակարևոր ցուցիչներից մեկից՝ երկրի ուղղությունից։ Եթե հետևել եք ամերիկյան քաղաքականությանը 2024 թվականին, ապա հիշում եք, որ էքզիթ պոլերում երկրի ուղղության գնահատականը բացասական էր, եւ դա հստակ ազդանշան էր, որ գործող իշխանությունը չի հաղթելու, ու դեմոկրատական կուսակցությունը պարտվեց։ Իսկ մեր 4-րդ հարցման ժամանակ 46.7%-ը կարծում է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Եթե ինձ հարցնեք, թե սա ինչ է նշանակում, ես կասեմ, որ սա հուշում է կիրակնօրյա հաղթանակի մասին։ Even Report-ը նախընտրական հարցումների վերջին 4-րդ փուլն է ամփոփում։ Քաղաքագետներ ու հարցման մեթոդաբաններ դոկտոր Ներսես Կոպալյանն ու դոկտոր Ռաֆայել Օգանեսյանն են մշակել ու իրականացրել հետազոտությունը։ Հարցումների վերջին օրը հունիսի 1-ն էր։ Հարցումներն անցկացվել են դեկտեմբերին, փետրվարին, ապրիլին եւ մայիսին, նաեւ ընդհանուր պատկերացում կազմելու, թե ինչպես է փոխվում քաղաքացիների վարքագիծը։ Մեթոդաբանության հիմքում ամերիկյան ազգային ընտրությունների ուսումնասիրությունների, մասնավորապես 2020-ի բազմափուլ հարցումների ուսումնասիրության մեթոդն է։ Partisanship is a universal variable. Հաջորդ կարևոր թեման կուսակցական նույնականացումն է։ Եթե ընտրողից հարցնեմ, որ կուսակցությանն եք ձեզ առավել մոտ զգում, եւ նա ասի Հայաստան դաշինքին, ապա համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մոտ 80% հավանականությամբ նա հենց այդ կուսակցության օգտին էլ կքվեարկի։ Իսկ ըստ վերջին փուլի հարցվածների շուրջ 53%-ը իրեն նույնականացրել է քաղաքացիական պայմանագրի հետ։ Հարցման հեղինակների խոսքով վարչապետի աշխատանքի գնահատականը ընտրությունների արդյունքը կանխատեսող կարևոր ցուցիչներից մեկն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքի հավանության ցուցանիշը գտնվում է մոտ 52-ից 53%-ի սահմաններում։ Սա գործող իշխանության նկատմամբ հանրային աջակցության բավական ուժեղ ցուցանիշ է։ Եթե հետևենք վարչապետի աշխատանքի գնահատականների փոփոխությանը դեկտեմբերից մինչև այսօր, ապա կտեսնենք շարունակական եւ աստիճանական աճ։ Հետազոտության հեղինակները նշում են, որ Հայաստանում անցկացվող հարցումները սովորաբար բավարար պատկեր չեն տվել չկողմնորոշված ընտրողների տրամադրությունների մասին, սակայն այս հարցման մեթոդաբանությունը թույլ է տվել առանձնացնել այդ խումբը։ Արդյունքում պարզվել է, որ չկողմնորոշվածների շուրջ 41%-ը եւս դրական է գնահատում վարչապետի աշխատանքը, իսկ դա պարզելու համար հարցը եղել է. Ձեր տնտեսական վիճակը որպես քաղաքացի ավելի լավ է հիմա, քան 12 ամիս առաջ։ Այս պատասխանի հիման վրա հասկանում ենք մարդը գոհ է թե դժգոհ տնտեսության վիճակից, եւ այն, ինչ տեսնում ենք, բավական հետաքրքիր է։ Հարցվածների մոտավորապես 46%-ը, ինչը շատ մոտ է երկրի ուղղության գնահատականներին, նշել է, որ Հայաստանի տնտեսությունը կամ իրենց անձնական տնտեսական վիճակը բարելավվել է։ Սա տնտեսության նկատմամբ վստահության բավական ուժեղ քվե է։ Եվ վերջապես հարցման առանցքային մասը, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան վաղը, ում օգտին կքվեարկեն։ Քաղաքացիական պայմանագիրն ունի մոտ 36.5%, ուժեղ Հայաստանը մոտ 12%, Հայաստան դաշինքը 4.8%, Բարգավաճ Հայաստանը մոտ 3%։ Ինչպես տեսնում ենք, մյուս քաղաքական ուժերը նույնիսկ մոտ չեն ընտրական ՇՄ հաղթահարելուն։ Հետաքրքիրն այն է, որ այժմ ձևավորվում է յուրահատուկ մրցակցություն։ Մի կողմից ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը, մյուս կողմից գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Սա հետաքրքիր մրցակցություն է, քանի որ նախկինում նրանք քաղաքական գործընկերներ էին։ Հեղինակները նաև մանրամասնում են, որ եթե քաղաքացիական պայմանագրի 36%-ին ավելացնեն այն չկողմնորոշված ընտրողներին, որոնք նշում են, որ ամենայն հավանականությամբ կքվեարկեն ՔՊ-ի օգտին, ցուցանիշը բարձրանում է մինչև 39%։ Ավելի հավանական է, տարբերակի ներառման դեպքում աջակցությունը հասնում է շուրջ 45.5%-ի։ Հեղինակները նաև կիսվում են մինչ այժմ չհրապարակված տվյալներով։ Եթե սիրում եք թեկնածուին, շատ հավանական է կքվեարկեք նրա օգտին, սա շատ պարզ է։ Նիկոլ Փաշինյանի գնահատականը վերջին հարցման մեջ մոտ 50-ից 51% է, որը շատ լավ համընկնում է մյուս տվյալների հետ։ Նրա աջակցությունը առաջինից 4-րդ ալիք աճել է։ Նարեկ Կարապետյանի դեպքում հարցվողների մեծ մասը պատասխանել է չգիտի նրան։ Նարեկ Կարապետյանը շատ հետաքրքիր դեպք է, նրա աջակցությունը շատ բարձր չէ եւ համընկնում է ընդդիմության բազայի հետ, այսինքն ընտրողների հենց այնքան տոկոսը, որ բացասական գնահատական է տալիս Նիկոլ Փաշինյանին։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ բացասական գնահատականը բարձր չէ, շատերը պարզապես նրան չեն ճանաչում։ Հաջորդ ցուցանիշը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Ռոբերտ Քոչարյանը մնում է քաղաքականապես ամենատոքսիկ թեկնածուն, նրա բացասական գնահատականը շատ բարձր է, իսկ դրականը մոտ 21% է։ Ընդդիմադիր գործիչներից ամենահայտնին Գագիկ Ծառուկյանն է։
Նրա դրական գնահատականը մոտ 35% է։ Սա ցույց է տալիս կայուն ընտրազանգված, այսինքն այն քաղաքական ուժը, որը որպես ընդդիմադիր կուսակցություն ունի համեմատաբար ավելի քիչ ձայն, միաժամանակ ընտրողների շրջանում ամենաճանաչված առաջնորդն ունի։ Հեղինակները նշում են, որ ընտրանքը կառուցվել է հաշվի առնելով տարիքային, սեռային եւ մարզային բաշխվածությունը, նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին տարիների տվյալները ուսումնասիրելով։ Այդ իսկ պատճառով հարցման արդյունքները համարում են բավական մոտ արդեն հունիսի 8-ին արձանագրվող արդյունքներին։ Այսինքն, եթե հարցնենք ինչ է լինելու կիրակի օրը, Ռաֆայելի հետ կասեինք լինելու է 45-55%-ի միջակայքում քաղաքացիական պայմանագրի հաղթանակ։ Մնացած ամեն ինչ ըստ հեղինակների կախված է երկու հիմնական գործոնից՝ մասնակցության մակարդակից եւ մանդատների բաշխումից։ Իրինա Մկրտչյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։